18-ամյա մեր երիտասարդի եւ ընդհանրապես ծաղկազարդի գործի այդ ամբողջ հարությունն էլ նրա համար էր, որ երիտասարդները այդ ավտորիտետներից հրաժարվեն, որ հանկարծ չփորձեն ինչ որ ձև հակազդել կամ ինքնադրսևորվել կամ արդար պահանջ ներկայացնել ու ընդհանրապես ինչ որ ձև երևալ։ Դրա համար հիմա այն նույն երիտասարդները, որոնք 2018 թվականին ասֆալտներին պառկելով ու ամենաանպատկառ ձևերով միտինգներ էին անում ու այդ ամբողջ անպատկառությունը կազմակերպում էին թե դագաղներ պարացնելուց մինչև մահվան այդ ժապավենները եւ այլն, այսօր նախընտրել են այսպես ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եկեք քաղաքականությունից չխոսենք, եկեք օրինակ հավկիթներից խոսենք, օրինակ ինչու է կարմիր։ Եկեք Թովմաս ջան, դու օրինակ եկեղեցական ես, եկել ես ուղիղ եթեր, Զատկի երեկոն է, ինչ թեմաներից ես խոսում, մի հատ բացատրի, հավկիթը ինչու է կարմիր, օրինակ, թե չէ քաղ բանտարկյալներ, բանտարկված սրբազան, թիրախավորված վեհափառ հայրապետ, կոռուպցիա, ազգային անվտանգության ծառայության ձախողում, այդ քո ինչ գործն է, հավկիթը ինչ է կարմիր, դու հոգևորական ես դարձել, հավկիթի գույնից խոսալու համար մաքսիմալ անշարժ թեմաներից։ Այդ պահանջը արհեստական պահանջ է դա, լայն հանրության մոտ չկա։ Իսկ ո՞նց ես դու դա զգում։ Քո հանրային ֆիդբեքից։ Բնականաբար, երբ ես խոսում եմ ու կարևոր թեմաներից եմ խոսում, այն թեմաներից եմ խոսում, որ իրապես մարդկանց հետաքրքիր է, նախ ես միայն համացանցով չեմ շփվում մարդկանց հետ։ Ես ուխտագնացությունների ընթացքում հենց այստեղ եկել եմ ուխտագնացությունից, ուխտավորների հետ ճրագալույցի պատարակը ամփոփել ենք եւ մի անգամից գոշավանքից ուղիղ եկել եմ տաղավար։ Ես մարդկանց հետ շփվում եմ իրական։ Ես իրական չի եղել, որ փողոցով քայլեմ, մեկը մոտենա, ասի դու ինչու ես խառնվում քաղաքականությանը։ Դա միշտ կոմենտի տեսքով է։ Ինչ որ տարօրինակ խաժամուժ էջերից, որոնք պահանջ են գեներացնում։ Հոգևորականը թող խոսի, ընդ որում կապ չունի դու ինչից ես խոսում։ Հպարտությունից ես խոսում, քաղաքականություն է։ Որ գրամոլությունից ես խոսում, քաղաքականություն է։ Որտեղ իրենք պրոյեկտավորում են միանգամից, իրենց շնությունից ես խոսում, ընտանիքների բաժանումներից ես խոսում, քաղաքականություն է։ Ես մեղավոր եմ, որ դուք 7 մահացու մեղքերի մասին կառավարություն եք։ Բովանդակությունը 7 մահացու մեղքերն են։ Կստати շատ հավես ձևակերպում է։ 7 մահացու մեղքերի մասին կառավարություն։ Դե իդեպ այդ ես մի առիթով բավական մանրամասն վերլուծել եմ, որ իրապես այս կառավարությունը 7 մահացու մեղքերի մասին է շատ ուղիղ։ Տեսեք, հպարտություն, չմեկնաբանեմ, չէ՞, հենց սկզբում եկան հպարտությամբ, ինքը առաջին մահացու մեղքն է։ Երկրորդը նախանց։ Նկատել եք, որ այս իրենց նախկին մոլուցքի մեջ ակնհայտ նախանց կա, այստեղ խնդիրը այն չի, որ իրենք թալանել են ու դա վատ է, ու այդ թալանը վատ է, ու այդ թալանը չպիտի լինի այլևս, չէ, խնդիրն է, որ այ իրանք են, մենք էլ էինք ուզում, չէին թողնում։ Այո։ Մեզ ծեծում էին, չէին թողնում թալանենք, իրանք թալանում էին, այ հիմա մենք եկել ենք, մենք պիտի հիմա էլ մեր հերթն է։ Այսինքն ամբողջ տրամադրությունն է նա, որ հիմա էլ մեր հերթն է, ոչ թե թալանը վատ բան է, թալանը վատ բան է։ Ես դեմ եմ բոլոր առողջ քրիստոնյաները դեմ են թալանին, կոռուպցիային, բռնության որևէ դրսևորման, դուք դեմ չեք։ Ձեր խնդիրն է նա, որ թալանողը դուք չեք ու դուք նախանձում էիք թալանողներին։ Ես երբեք չեմ նախանձի թալանողին։ Ես գիտեմ, որ թալանողը գիշերը հանգիստ չի քնում։ Ուզում եմ հանգիստ քնեմ։ Գոնե հիմնեմ նիմից հետո մինչև ուխտագնացություն։ Դժվար հասցնես այդ 2 ժամը քնես այսօր։ Ուրեմն նախանձ, հետո ծուլություն։ Այդ ծույլ են էս մարդիկ ու ամեն ինչում։ Որ գրամոլությունը չպարզաբանեմ, չէ։ Բոլորիս աչքի առաջ բղջախոհություն, այդ պիղծ մտքերը ու այդ քանդված ընտանիքները ու անդադար բաժանումները, ասենք, դուք կարող եք ինձ այդ կառավարության մեջ բերել մեկ օրինակ ավանդական, հայկական նորմալ ընտանիքի։ Մեկ օրինակ ասեք, այս մարդը ունի ու ոչ միայն այլ որ ինքը ներկայանում է այդ ընտանիքով։ Մենք միշտ ունեցել ենք մարդիկ, որոնք այդպես ավանդական, նորմալ ընտանիք են եղել ու այդ ընտանիքը որոշակի օրեն ամեն ինչի ավանդականին դեմ են, ամեն ինչ հայկականին դեմ են։ Եվ բղջախոհությունը սարսափելի է։ Նույնիսկ եթե այդպիսի ընտանիքներ կան, իրանք դա մաքսիմալ թաքցնելու են եւ ցույց չտան, որ իրանց մոտ նորմալ առողջ ընտանիք է։ Բղջախոհությունը այդ պիղծ մտքեր ունենալն է։
այդ պիղծ մտքեր ունենալը երևում է նրանից, այսինքն դա երևում է Նիկոլի գրքից, բացի դրանից երևում է նրանից, թե իրանք միշտ անդադար ինչ են փնտրում ուրիշների մոտ, հոգևոր կյանքում կանոն կա, դու ինչը փնտրում ես միշտ ուրիշների մոտ, այդ քո կյանքում եղածն է։ Ես երբ անկողինս թափ եմ տալիս, 3-4 քպիական ընկնում է դուրս։ Մեռան քրքրելով, բան չկա, ժոտ թափ ամեն առավոտ։ Ինչքան կարելի է մտնել ուրիշ մարդկանց անկողին։ Դեռ կուսակրոնները մի կողմից։ Մոմը ձեռը կանգնում են, չէ՞ գլխի։ Առավոտը աշկերտ բացում ես մոմով կայնած։ Բլոգերներ, անդադար այդ անկողնային ինտրիգներով զբաղվելը, այսինքն կառավարություն, որը զբաղվում է անկողնային ինտրիգներով։ Այսինքն բղջախոհությունն էլ այդպես։ Ինչ մնաց տակը։ Ագահությունը մեկնաբանելու կարիք կա։ Կարծում եմ չէ։ Իսկ բարկությունը ընդ որում բարկության մահացու մեղքը երկու ստեկ է։ Իրանք ոչ միայն ահավոր ագրեսիվ, ղժղժան լցված, այո։ Այլ նաև իրենք անդադար գրգռում են ժողովրդի բարկությունը։ Այո։ Ու մեծ հաճույք են ստանում, մեծ ռեսուրս են ստանում դրանից։ Անդադ պարակտելով, մարդկանց կռվածնելով, տարբեր բարկության մեջ իրենք այդպես իրենց հոգին փառավորվում է, որ ժողովուրդը անդադար բարկացած նյարդի վրա պիտի